Բարև ձեզ։ Գիտես ինչքան ենք սպասել, մենակ թե չասես, թե բլոտ խաղալ չգիտես։ Մի հատ ծխես։ Շնորհակալ եմ, ես չեմ ծխում։ Ճիշտ ես անում, ծխելու մեջ լավ բան չկա։ Դե պատմի։ Զաքարյա, ինչքան պետքա կտամ։ Մի բան արա, բաց թող Տիգրանին, գործերս կայնել է։ Ալեքսանյան, հիմա սաղ սիստեման փոխվել է, էլ առաջվանը չի, ոչ մեկ չի կարա քեզ օգնի, ով ա գժվել գումար վերցնի։ Տիգրանը մի բան գիտեր, որ մեղքը վերցրել է իր վրա։ Հարգեցի, խելացի պլան ես մշակել, ես մի բանի վրա եմ զարմանում, այդ փոքր գլխիդ մեջ ոնց է այդքան մեծ ուղեղ տեղավորվել։ Համոն նոր քաղաքից եկավ, ասում է Տիգրանին տարել են ոստիկանություն։ Ոնց որ գողություն բան արել։ Մանուշի թորանը բանտարկել են, գյուղում խոսակցություն է գնում, ոնց որ գողությունով է զբաղվում Երևան։ Արմինե ջան, տեսար ինչ եղավ։ Էդ քո փեսացու կոչեցյալը հանցագործ է։ Արի, ծոցիդ քարերը դատարկի։ Անուշին ուզենք մեր Զավենին։ Ինչ եք խոսում, չեմ հասկանում։ Խի չգիտեք, որ Տիգրանին բանտ են տարել։ Չեմ հավատում։ Դուք էլ նստած տենց մի բանի եք սպասում։ Եթե այս աշխարհից երեսին մի տղամարդ մնա, ու այդ տղամարդը ձեր Զավենը լինի, մեկա, չեմ տա աղջկաս։ Հլա շուտ այդ Տիգրանին ու տուժող Նիվայի վարորդին բերեք մոտս։ Տուժող, ձեզ մարմնական վնասվածք հասցնողը այս երիտասարդն է։ Ոչ, Զաքարյան, ինձ խփողը տարիքով տղա էր։ Ստացվում է, որ դուք ոչ մի իրավական հիմք եւ իրավունք չունեք, այլևս ինձ այստեղ պահելու։ Ինչքան ասես թափառել է մեր կնքի տակ Երևան։ Այ քեզ աֆերիստ շան տղա, բայց ես էլ կուզենայի Տիգրանի պես ընկեր ունենայի։ Հերանամին քաղաքից, եթե օտար կամին տանից հարազատ